Բարև ձեզ, այսօրվա մեր դասն է Արարատի մարզը։ Մենք Արարատի մարզը կներկայացնենք այսօր աշխարհացույց կրթական հարթակի միջոցով։ Դասը ավելի պատկերավոր եւ ավելի գեղեցիկ ներկայացնելու համար։ Աշխարհացույց կրթական հարթակի միջոցով մենք այսօր ստեղծել ենք փին, որտեղ ներկայացրել ենք Վազգեն Սարգսյանի ծննդավայրը, Պարուս Սևակի ծննդավայրը, նշել ենք Խոսրովի անտառ արգելոցը, Ազատի ջրամբարը։ Կրթական հարթակի միջոցով այստեղ ներկայացրել ենք կիսանապատային լանդշաֆտը, ներկայացրել ենք նաև այնտեղ տարածված սողունները եւ միջատները։ Հարթակը մեզ հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ներկայացնել հարթավայրային եւ նախալեռնային լեռնային տարածքները։ Ատիկ գործիքի օգնությամբ ավելի հստակ նշել ենք վեդի եւ ազատ գետերը, ազատ գետի վրա ազատի ջրամբարը։ Իսկ հիմա ավելի հստակ կներկայացնենք Արարատի մարզը։ Արարատի մարզը երկրի ամենահայտնի եւ պատմամշակութային մարզերից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևմտյան հատվածում։ Այն զբաղեցնում է մոտ 2090 քառակուսի կիլոմետր եւ մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։ Արարատի մարզը սահմանակից է Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերին եւ նաեւ սահմանակից է Նախիջևանի եւ Թուրքիայի սահմաններին։ Արարատի մարզում է գտնվում Արաքս գետը, որը գտնվում է մարզի հարավային մասում։ Օգտվելով աշխարհացույց կրթական հարթակից երեխաներ բավական մանրամասն ներկայացվեց Արարատի մարզը։ Հիմա ավելի շատ տեղեկություններ կներկայացնենք բնական պայմանների եւ ռեսուրսների մասին, ով է ներկայացնում։ Արիան ջան։ Արարատի մարզը կազմավորվել է Արտաշատի, Արարատի և Մասիսի նախկին վարչական շրջանների վերամիավորումից։ Արարատի մարզունի նպաստավոր տնտես աշխարհագրական դիրք, որը պայմանավորված է մայրաքաղաքային հարևանությամբ և մարզով անցնող ճանապարհային տարանցիկ դերով։ Մարզը պետական սահմաններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև Նախիջևանի հետ։ Մարզին բաժին են ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքի 7.0%։ Նախահարթային լեռներում ձգվում են Գևամա լեռների լանջերը, ինչպես նաև Ուրձիվ և Երանոսի լեռները։ Մթնոլորտային տևումների քանակը տատանվում է 205-ից մինչև 300 մմ սահմաններում։ Մարզն ջրային ռեսուրսներով շատ աղքատ է։ Ջրային պաշարների բացակայությունը լրացվում է արտեզյան ջրերի միջոցով։ Ամենանշանակալից գետերն են Հրազդանը, Արաքսը, ինչպես նաև Ազատ և Վեդի գետերը, որոնք միանգամից թափվում են Արաքս գետ։ Ջրամարզն ջրային պաշարներով շատ աղքատ է։ Ջրային պաշարների բացակայությունը լրացվում է արտեզյան ջրերի միջոցով։ Մարզով հոսում են Հրազդանը, Ազատ ու Վեդի գետերը, որոնք միանգամից թափվում են Արաքս գետը։ Ամենանշանակալից գետերն են Ազատ ու Վեդի ջրանցքները, ինչպես նաև Արտաշատի ջրամբարը։ Երեխաներ ներկայացրեցինք բնական պայմաններն ու ռեսուրսները, ներկայացնենք նաև տնտեսությունը, որով մեր մարզը բավականին հարուստ է եւ զարգացած։ Ով է ներկայացնում։ Արիան ջան, ձեր տնտեսությունը ներկայացրու։ Արարատի մարզի տնտեսությունը որակապես զարգացած է։ Արարատի մարզի տնտեսություն բաժին է ընկնում մոտ ՀՆԱ-ի 15%։ Արարատի մարզը աչքի է ընկնում իր բուսաբուծությամբ, պղղաբուծությամբ, նաև ամենահայտնի նշանավոր 4 գինեգործական տարածքներից մեկը հենց Արարատի մարզն է, նաև գտնվում է ցեմենտի գործարանը։ Մարզով է ձգվում Երևան-Երաս երկաթուղային ճանապարհը։ Մարզում գտնվում են շատ տեսարժան վայրեր, օրինակ Խոսրովի անտառ արգելոցը, Խոր Վիրապը, Տափի բերդը, նաև գտնվում է Պարուս Սևակի եւ Վազգեն Սարգսյանի թանգարանները։ Արտաշատում է գործում Արտաշատի պետական թատրոնը։ Իսկ հիմա կներկայացնենք մեր պատրաստած փիները։ Ես կներկայացնեմ Պարուս Սևակինը։ Պարուս Սևակի ծննդավայրը Զանգակատուն գյուղն է, որը գտնվում է Արարատի մարզում։ Նա ծնվել է 1924 թվականին այս գյուղում եւ իր ստեղծագործություններով մեծ ազդեցություն է թողել հայկական գրականության վրա։ Գյուղը դարձել է մշակութային կարևոր վայր, ուր այցելում են Սևակի ստեղծագործությունների սիրահարները։ Հիմա ես կներկայացնեմ Վազգեն Սարգսյանի ծննդավայրը։ Վազգեն Սարգսյանը հայ պետական եւ ռազմական գործիչ է, որը մեծ ներ է ունեցել Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Նա ծնվել է 1959 թվականին Արարատ քաղաքում։
Սկզբում զբաղվել է գրականությամբ և լրագրությամբ, սակայն հետագայում ներգրավել է քաղաքական և ռազմական գործունեության մեջ։ Վազգեն Սարգսյանը Հայաստանի պաշտպանության նախարարն է և կարևոր դեր ունեցավ Արցախյան պատերազմի ընթացքում կազմակերպելով երկրի պաշտպանությունը։ Նրա առաջնորդությամբ ձևավորվեց հայկական բանակը։ Իսկ ես կներկայացնեմ Խոսրովի անտառ արգելոցը։ Խոսրովի անտառ պետական արգելոցը Հայաստանի ամենահին պահպանվող տարածքներից է, որը հիմնադրվել է 4-րդ դարում թագավոր Խոսրով Տոտակի կողմից։ Այն գտնվում է Արարատի մարզում և զբաղեցնում է մեծ տարածք լեռնային ու անտառային լանդշաֆտներով։ Արգելոցը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, այստեղ ապրում են հազվագյուտ կենդանիներ, հայկական մուֆլոն, բեզուարյան այծ և տարբեր գիշատիչներ։ Բուսական աշխարհը նույնպես բազմազան է, ներառելով հարյուրավոր բուսատեսակներ։ Ինչպես նաև կներկայացնենք Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերից մեկը՝ Գեղարդը։ Գեղարդի վանքը Հայաստանի ամենահայտնի միջնադարյան վանական համալիրներից է, որը գտնվում է Կոտայքի մարզում Ազատ գետի կիրճում։ Այն հիմնադրվել է 4-րդ դարում, իսկ հիմնական կառույցները կառուցվել են 13-րդ դարում։ Վանքը հայտնի է նրանով, որ մասամբ փորված է ժայռի մեջ, ինչն այն դարձնում է յուրահատուկ ճարտարապետական հուշարձան։ Անվանումը Գեղարդ կապված է այն նիզակի հետ, որը խոցել են Հիսուս Քրիստոսը։ Արարատի մարզկենտրոն Արտաշատի մասին փոքր տեղեկություն։ Արտաշատը Հայաստանի հնագույն և կարևոր քաղաքներից է, որը գտնվում է Արարատի մարզում։ Քաղաքը հիմնադրել է թագավոր Արտաշես առաջինը մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում, և այն երկար ժամանակ եղել է մեծ հայքի մայրաքաղաքը։ Արտաշատը կարևոր առևտրական և մշակութային կենտրոն է, քանի որ գտնվում է կարևոր ճանապարհների խաչմերուկում։ Մոտակայքում է գտնվում Խոր Վիրապ վանքը, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը։ Քաղաքը հարուստ է պատմական հուշարձաններով և հնագիտական գործոններով։ Ներկայումս Արտաշատը զարգացող քաղաք է արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ և կրթական հաստատություններով։ Այն նաև կարևոր դեր ունի տարածաշրջանի տնտեսական և մշակութային կյանքում։ Այսպիսով աշխարհացի սփյուռքական հարթակի միջոցով մենք կարողացանք ավելի մանրամասն տեղեկանալ Արարատի մարզի տեսարժան վայրերի և ռելիեֆի առավելությունների մասին։